ես ուզում եմ նաև հիշել Պողոս Առաքյալի խոսքերը, որ ներսի հարցերը լուծելու համար դրսից դատավոր մի բերեք։ Ինձ դուր է գալիս, ձեզ դուր է գալիս, դուր չի գալիս։ Մենք ճնշում գործադրելու իրավունք չպետք է ունենանք եկեղեցու ներսում որևէ փոփոխություններ անելու, որովհետև դա եկեղեցու ներքին գործն է։ Կարգալույց հոգևորականին հնարավորություն տվել է եկեղեցին, որպեսզի գա այնտեղ կարգապահական հանձնաժողով կա, կարգապահական հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ այդ հարցերը իրեն ուղղելու, ինքը հրաժարվել է այդ ամեն ինչից։ Ոչ թե այդ պատարագի ընթացքում տեղի ունեցածի, չգիտեմ, ինչ որ կարգից շեղվելու հետ կապված խնդիր է, այլ կոնկրետ այդ մարդը չի ներկայացել, մարդը ասում է, որ գիտեք ինչ, ես չեմ ընդունում հայ առաքելական Սուրբ եկեղեցին, տարբեր ձայնագրություններով դա կա, եւ նաեւ ուզում եմ ձեզ հիշեցնել հարցազրույցի ժամանակ իր տված սուտ խոսքերը, այսինքն այն սուտ խոսքերը, որ ասում է, մեկ ասում է այս քնիչը կանչել է, վերջում ասում է քնիչը կանչել է, դրանից առաջ իրեն հարց են տալիս, այդ հարցին այլ պատասխան է տալիս, ասում են ինչի այն ժամանակ էս պատասխան եք տալ, հիմա այլ պատասխան եք տալիս, ասում է այս քնիչը ասել է, այսինքն քնիչը քեզ ասել է, դու որպես հոգևորական գնա սուտ խոսա, այսինքն դա քո բարոյական նկարագիրն է ցույց տալիս։ Եվ հիշեցնեմ, որ հենց այդ նույն քահանան Կադիրովի մոլի երկրպագուն էր եւ ինքը տեսնում էր երկրի ղեկավար որպես, ասենք, Կադիրովին։